Ողջույն, 24-ի եթերում հետագիծն է եւ ես Նարեկ Գալստյանը, այս պահին մենք տեսակապով միացել են Գյումրի Շիրակի թեմի առաջնորդարան եւ տեսակապի մյուս հատվածում մեզ միացել է հայառաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, Աստվածօգնական Սրբազան հայր եւ շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Աստված պահապան, խնդրեմ։ Սրբազան հայր, երեկ երեկոյան բոլորը սպասում էին Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը, որ ուղիղ կապված էր անշուշտ օրվա իշխանությունների եւ իշխանապետի հայտարարությունների հետ։ Անկեղծորեն ասեմ, որ համացանցում կարծիքները բաժանվել էին։ Մի մասը մտածում էր, որ Մայր Աթոռը առավել այսպես կոշտ հայտարարությամբ պիտի հանդես գա, որ իր մեջ պարունակում էր նաև որոշակի գործողությունների ծրագիր։ Մյուս հատվածը ընդհակառակը կարծում էր, որ Մայր Աթոռը չպետք է իջնի քաղաքական պոլեմիկայի մեջ եւ իր այս հայտարարությամբ մնաց իր բարձրության վրա։ Ինչու որոշվեց հենց այսպիսի հայտարարություն անել, Սրբազան հայր։ Շատ բնական էր, ոչ մի անբնական բան չկար։ Ես երեք անձնապես իմ անձնական բանն եմ ասում, մոտեցումն եմ ասում, տպավորությունն եմ ասում։ Շատ գոհ մնացի մեր երեկվա հանդիպումից։ Դա անցավ շատ եղբայրական, խաղաղ մթնոլորտում։ Եթե ոմանք ենթադրում էին կամ կարծում էին, թե բուրըն պետք է, չգիտեմ, պես շատ խաղաղ, հանգիստ եւ ընդհանուր համաձայնության մթնոլորտում այդ հայտարարությունը ընդունվեց, որը ես մի նախադասությամբ կբնորոշեի։ Գիտեք որ նախադասությամբ։ Եթե դուք ամեն բանին տունակ եք, ամեն ինչին տունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Լավ ձևակերպեցի, թե գոչես։ Հարցեր ունեմ այս թեմայով ձեր թույլտվությամբ։ Ուրեմն եկեղեցին հիմա հարցերը հետո տա։ Եկեղեցին հուզական պորտկումներով չի առաջնորդվում։ Հիմա եթե որևիցե մեկը կարծում է, թե Միքայել Սրբազանի ասենք հուզական պորտկումները դրանք ինչ-որ պիտի ազդեն ինչ-որ գործնական քայլերի վրա, սխալվում է։ Իմ հուզական պորտկումները նույնիսկ իմ գործնական քայլերի վրա չեն ազդում։ Էլ որ մնաց ընդհանուր եկեղեցու գործնական քայլերի վրա ազդել։ Մենք հուզական պորտկումներով չենք առաջնորդվում։ Եվ ես դրա համար ասում եմ, մենք չառաջնորդվեցինք իրենց օրակարգով, մենք մեջեցինք իրենց օրակարգը, եւ մենք ասացինք, որ մենք շատ ավելի կարեւոր գործեր ունենք, քան ձեր ենթադրած, թելադրած օրակարգն է։ Եվ եթե դուք ամեն ինչին տունակ եք, ամեն վատ բանին տունակ եք, մենք այդ բոլոր բաներին պատրաստ ենք։ Հիմա հարցերը։ Սրբազան հայր, կա գնահատական, որ Փաշինյանը սկսել է պատերազմ Մայր Աթոռի հետ եւ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու հետ։ Հիմա ձեռնոցը իր կողմից նետված է եւ այդ ձեռնոցում ինքը չի խորշում տալ վիրավորական գնահատականներ, օգտագործել հայախառն խոսույթ։ Այսօր առավոտյան նորից խոսեց Վեհափար Հայրապետի մասին, ասելով, որ եթե Վեհափարը երեխա ունի, պիտի դրա մասին հայտարարի կամ հակառակը։ Այսինքն կարմիր գծերը, հնարավոր բոլոր բանակցությունները, այսպես ասենք, կարծես թե Փաշինյանի կողմից մերժված են եւ անցած են, նա անցել է Ռուբիկոնը այս առումով։ Հիմա եկեղեցին, երբ որ ասում է ես այդ օրակարգի մեջ չեմ մտնում, արդյոք դա զսպելու է օրվա իշխանություններին շարունակել այն պատերազմը ճակերտներով, որը որ իրենք տանում են։ Դուք ներկայացնում եք իբրև ձեռնոց նետել, նետել է, թող նետված մնա։ Իսկ մենք պարտավոր ենք իր նետած ձեռնոցը վերցնելու։ Այդպիսի պարտավորատվության տակ ենք։ Պատերազմի հայտարարել, թող պատերազմը բարի։ Մենք հագադարձելու, մենք մեր հայտարարության մեջ էլ ասել ենք, մեզ մի մղեք հագադարձ գործողությունների, չէ՞։ Մի մղեք։ Մենք ցանկություն չունենք պատերազմելու։ Բացարձակապես։ Մենք
փափուկ ուժի կողմնակից ենք, ինչպես ուրիշ անգամներ ասել էի, մեր պատերազմը խոսքի պատերազմ է։ Կարող եք մնալ այդ խոսքի մագարտակին եւ պոլեմիկան վարեք։ Ձեռնոցը թող 7 ձեռնոցն է, 7-ն էլ կմնա գետնին։ Մենք պարտավոր չենք իր նրա ձեռնոցը վերցնելու։ Մենք պարտավոր չենք իր օրակարգով աշխատելու։ Բացարձակապես։ Մենք եկեղեցին իր առաքելությունը ունի, իր առաքելությունը իրականացնում է, հնդածս էլ այո այդ աճ ու ձախ վայրահաճությունները հաղթահարելով գնում է։ Հիմա այսօրվա իր հայտարարությունը մայրաթորը պետք է պարզաբանում տա։ Ինչպես կասեր դասականը իրոք, հետո պետք է պարզաբանում տա մայրաթորը։ Այդ որ սահմանադրության հոդվածով մայրաթորը ուրեմն պարտավորություն ունի պարզաբանում տալու ինչ որ վարչապետի աթոռը զբաղեցրած աղին։ Որ ցույց կտաք այդ հոդվածը։ Այսքան ժամանակ ամբողջ պոլեմիկայի ընթացքում էլ մենք երբևէ ասել կառավարությունը պարզաբանում պիտի տա թե ինչու Արցախը հանձնեց։ Իրավունք ունեինք։ Այդ չասեցինք։ Որտեւ արիմաստ է Արցախը հանձնելուց հետո լսել ինչ որ ճամարտագություններ եւ պարզաբանումներ։ Եվ ուրեմն ինչպես երեկ էի ասել, չափը ճանաչեք, ձեր չափը ճանաչեք։ Մայրաթորից որևիցե մեկը պարզաբանում պահանջելու իրավունք չունի։ Որևիցե հարցով։ Կարող է պարզաբանում խնդրել, պահանջել, որևիցե մեկին տրված չէ։ Սրբազան, այնուամենայնիվ ակնհայտ է, որ իշխանությունները շարունակելու են այս քաղաքականությունը եւ արդեն իսկ կիսաբացահայտ ակնարկներ են անում առ այն, որ կարող են, այսպես ասեմ, եկեղեցու եւ առանձին հոգեվորականների հետ խոսել որոշակի կոմպրոմատների լեզվով։ Կարող է հարցը անգամ դրան հասնել։ Հուզվեցինք, մենք էլ հուզվեցինք։ Ուրեմն այստեղ 3 կարևոր կետ խախտվում է։ Նախ եթե մեր վրա կոմպրոմատ կա, դա ձեռք է բերվել ազգային անվտանգության մարմինների ուրեմն աշխատանքով, չէ՞։ Ինչը որ մարդու անձնական կյանքի մտնելու իրավունքի խախտում է։ Եթե ազգային անվտանգության մարմինները կոմպրոմատներ են հավաքել, շատ վատ են արել։ Շատ վատ են արել։ Երկրորդ, եթե այդ կոմպրոմատները հանձնել են, տրամադրել են վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, երկրորդ շատ վատ բանն են արել։ Որովհետև այդպիսի լիազորություն ոչ ազգային անվտանգությունը ունի, հասկանում ես, ոչ էլ վարչապետը։ Եթե վարչապետը այդ ազգային անվտանգությունից ստացած կոմպրոմատները ուզում է ուրեմն ներկայացնել եւ շանտաժի ենթարկել հոգեվորականության որոշ հատվածի, շատ ավելի մեծ անբարոյականություն է գործում։ Ուրեմն իրենց այս եռաֆազ անբարոյականությունը ավելի մեծ անբարոյականություն է, քան թե այն ինչ ենթադրվում է, որ կուսակրոնների մոտ գրանցվել է։ Հասկանում եք։ Ուրեմն սա խոսում են մասին, որ պետությունը ներգրավված է պետական շանտաժի մեջ։ Եվ իր քաղաքականությունը շանտաժի քաղաքականություն է։ Եվ սա բնավ կապ չունի եկեղեցու բարեփոխման հետ։ Եթե եկեղեցու բարեփոխման մասին է խոսքը, ուրեմն այդ բոլոր կոմպրոմատները հատուկ սիրուն խելոք սուսփուս կբերես, կդնես եկեղեցու իշխանության առջև, կասես այս հարցը ոնց լուծենք։ Եվ ընդհանուր համաձայնության մեջ այդ հարցը կարող է լուծվել։ Բայց երբ որ դու հրապարակային սպառնում ես այ Սրբազանին այսպես շանտաժիստ ես, էժանակի շանտաժիստ ես։ Եվ դու եթե էժանակի շանտաժն էլ ներկայացնում ես իբրև հա ազգային անվտանգության հարց է։ Հասկանում ես, սա ծիծաղելի է։ Դա կարող ես խաբել քեզ այդ անկեղծորեն նվիրված այն խավին, որի համար հայ եկեղեցականի գոյությունը արդեն
խանգարիչ հանգամանք է։ Հասկան։ Որտեղ հայ հոգևորական ունի որոշակի ինտելեկտ, ինչը որ չունեցողների համար սարսափելի բան է։ Սարսափելի բան է, ավելի վտանգավոր է, քան թե մնացած բոլոր բարոյական հարցերը։ Ուրեմն պետությունը իրավունք չունի իր քաղաքացիների վրա, ներառյալ կուսակրոն հոգևորականների վրա, կոմպրոմատներ հավաքելու եւ այդ կոմպրոմատներով շանտաժանելու։ Հասկանում եք։ Ես ուրիշ անգամ էլ ասել էի, կարող եք կուսակրոնը որևիցե մի թերացում ունենա եւ դա լուրջ գայթակղություն առաջացնի, լուրջ սկանդալ լինի եւ այո, հնդածս որոշակի պատժամիջոցներ կիրառվեն։ Բայց գնալ փորփրել մարդու անձնական կյանքը, կուսակրոնի անձնական կյանքը, ասենք 30-40 տարի առաջ գրանցված մի բան հանել մեջտեղ եւ կարծել թե ինչ-որ մի մեծ կոմպրոմատ է գտել, սա անբարոյականություն է։ Եվ ցանկացած կոմպրոմատ, ներառյալ ասեք ի վրա մի կոմպրոմատ ունեն, հա դե 40 տարվա հոգևորական եմ, հեչ որ չլինի, մի 40 անգամ սայտագած կլինեմ։ Հիմա ասեք թե իմ վրա կոմպրոմատ ունեն։ Թող կշերկը դնեն, այդ կշերկի մի նժարի վրա դնեն այդ կոմպրոմատը, այն մյուս նժարի վրա դնեն իմ կատարած գործերը այս բոլոր 40 տարիների ընթացքում։ Եվ թող նայեն, արժի այդ ամբողջ վաստակը խորդակեն, հա, ասեք 40 տարի առաջ գործած այս զանցանքի համար։ Բայց ով պետք է լինի դատավորը։ Սա բարոյական է։ Բայց ով պետք է լինի բարոյական չի։ Ինչպես։ Դատավորը ով պետք է լինի, Սրբազան։ Որ դուք ասում եք Դրա համար ասում եք դատավոր չեք, դրա համար ես ասում եմ իրենք դատավոր չեն։ Այդ հարցերը եկեղեցվո ներքին կառավարման տիրույթում են։ Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել, ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերում, ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերում։ Քրեական հանցանք գործել է հոգևորականը։ Բռնեք, տարեք, դադեք, բանդարկեք։ Կուսակրոնության խախտումը քրեական օրենսգրքի մեջ կա իբրև քրեական հանցանք։ Կուսակրոնության խախտումը դա վերաբերում է եկեղեցական ատյանին։ Եվ ձեր ինչ գործն է եկեղեցական ատյանին շփջիր կկայացնի։ Ձեր ինչ գործն է։ Դա ձեզ չի վերաբերում։ Ինչ կասներ չհասկանալու։ Շատ պարզ է, չէ՞, որովհետև որևիցե մի քրեական հանցանքի մեջ մեղադրվողի պարագային եկեղեցին միջամտում է, որտեղ իսկ գործը չի։ Ինքը շատ եթե միջամտի, պետք է ասի դերողամի դեղեք, դերողաբար վերաբերվեք, այդ պետք է ասի, բայց որևիցե մի քրեական հանցանքի դեպքում եկեղեցին միջամտում է, չի միջամտում։ Ուրեմն որևիցե եկեղեցական զանցանքի համար ձեր ինչ գործն է դուք եկել եք մտել եք այս ասպարեզ, ձեր ինչ գործն է։ Եթե ձեր գործը կարող է լինել ընդամենը բամբասանքի զրբարդության սահմաններում խոսել, զրուցել, հասնել գնալ։ Ուզում եք խոսել այդ մասին, խոսեք։ Բայց պահանջել, այսպես պիտի պատժվի, այնպես պիտի պատժվի, դրա իրավասությունը դուք չունեք։ Ձեզ չի տրված։ Ինչ կա այստեղ չհասկանալու։ Ուզում եք այդ իրավասությունը ունենալ։ Այն կոստյումը հանեք, կախեք մեխից, եկեք դիմեք եկեղեցական իշխանության, սովորեք իշքան, որ պետք է սովորել, այս սքեմը կհակնեք, կհասնեք ինչ-որ մի աստիճանի, այն ժամանակ կասեք, ինչ-որ պետք է ասեք։ Ուրեմն, եթե բեռանտակ չեք մտել, ես ասել եմ, եթե բեռանտակ չեք մտել, դուք ծանրության ինչ գիտակցություն ունեք։ Ինչ գիտակցություն ունեք այդ ծանրության, որի տակ մտել է ցանկացած հոգևորական։ Դուք տեղյակ եք այդ ծանրությունը։ Հա՞։ Ինչի մասն է։ Ճողված կստանայիք մեկ օր, ես ասել եմ, չէ, մի ամիս ասի, հիմա մեկ օր եմ ասում։ Մեկ օր այդ ծանրության տակ մնաք, ճողված կստանաք։ Դե Նիկոլ Փաշինյանը պատասխանեց։ Չափերը ճանաչեք, ինչպես ինքն է ասում, սովորություն ունի ասելու, ունեց մի բան ոճով հանգիստ նստեք տեղներդ։ Հանգիստ նստեք տեղներդ։
Սա այն ասպարեզը չի, որ մտնեք։ Դուք ընդհանրապես կարող եք հրաբարակային վարկաբեկելով զբաղվել, շանտաժով զբաղվել, բայց իբրև հետևանք ոչ մի բանի չեք հասնելու։ Ոչ մի բանի չեք հասնելու։ Սրբազան հայր Նիկոլ Փաշինյան։ Դուք ընդհանրապես ես մի բան էլ ասեմ։ Դուք եթե այդքան խելք ունեն, այսօրվա պորոդախոս մի քանի կան, մի մասը մորուքավոր, մի մասը անմորուս, որ կարծում եմ սենց խելացի դեմքով հոգևորականներին պետք է այսպես բացահայտել։ Գնացեք 100 տարվա մամուլը, 100 տարի առաջվա մամուլը 1920-ականների եւ 30-ականների, բացեք կարդացեք։ Օրվա թերթ չկա, որ հոգևորականներին չհայոյի, չվարկաբեկի, չզրբարդի եւ մնացած բոլոր խոսքերը չասի։ Հասկանում եք, բոլոր գոյություն ունեցող եւ գոյություն չունեցող մեղքերի մեջ չմեղադրի։ Բացեք նայեք 1920-ական եւ 30-ական թվականների մամուլը։ Եվ երբ որ կարդում ես այդ, մտածում ես, ասում ես, եթե այս ամեն ինչը ճիշտ պետք է լինի, եկեղեցին պետք է վերանա։ Եթե այս ամեն ինչ ճիշտ է, եկեղեցին վերանա։ Վերացել է, որովհետև ճիշտ էլ չի եղել։ Հասկանում եք։ Ուրեմն Աստծո տեղն եք ձեզ դրել, ուրեմն մենք այնքան մեղքերի եւ աղտի մեջ թաթախված ենք, որ Աստծո պատժի եւ Աստծո կրակի արժանի ենք եւ Աստված մեզ չի վերացնում։ Աստծո զորավոր եք դուք, թե Աստծուն չեք հավատում պարզապես։ Այսինքն մարդկային հաստատությունը եկեղեցին մարդկայինորեն էլ պետք է դատվի։ Ուրեմն եթե ես վարկաբեկում եմ Քրիստոսի եկեղեցին, Քրիստոս իշխանություն չունի եւ հնարավորություն չունի ինձ վերցնելու, եւ դու պետք է վերցնես։ Քրիստոս այդքան տգար է, որ իր եկեղեցուն վնասողին չկարողանա վերացնել մեջտեղից, եւ դու պետք է վերացնես։ Դու քեզ Քրիստոսի տեղ ես դրել։ Ուրեմն Քրիստոսից լավ իմ մեղքերը անթիվան համար եւ իմ առաքինությունները չնչին։ Ով գիտի։ Ոչ ոք։ Քրիստոսից լավ, Աստծուց լավ, Նարեկացու իմ ոճով պատասխանեցի։ սխալները, ես նույնիսկ կարող է իմ ինչ-որ մի սխալ մոռացած լինեմ, չէ, ասենք 40 տարի առաջ մի բան եմ արել, որ մոռացել եմ, բայց Տերը չի մոռացել։ Եվ ուրեմն Տերը իմ 62 տարվա կյանքը նայելով, եթե ես այս եկեղեցուն վնասեմ, իր եկեղեցուն վնասեմ, Քրիստոսի եկեղեցուն վնասեմ, ուրեմն ինքը ձևը կերպը չունի ինձ վերցնելու եւ պետք է վերցնի այս խայդարագությունների միջոցով։ Հա? Սա ուրեմն աստվածամարտություն է։ Երեք մենք ուղղագործել էինք եկեղեցամարտ տերմինը։ Սա նաեւ աստվածամարտություն է։ Այսինքն դու փորձում ես Աստծո գործը անել, այնտեղ որտեղ քեզ կոչված չէ, քեզ տրված չի անել այդ գործը։ Սրբազան հայր։ Այո։ Նախ նարեկացու ոճով պատասխանեցիք մեղքերի եւ առաքինությունների մասով։ Իհարկե, բայց նարեկացի սուրբ էր, ես անսուրբ։ Եթե նարեկացին իրեն անսուրբ է համարում, որքան անսուրբ եմ ես։ Որքան անսուրբ եմ ես։ Շատ հետաքրքիր է լսելը, դրա համար ասացի։ Երկրորդը Սրբազան հայր։ Այնուամենայնիվ մի հարց եմ ուզում տալ, որը վերջին 3 օրվա ընթացքում համացանցում բազմիցս քննարկվել է։ Ինչ պետք է լինի, ինչ այլևս պետք է Նիկոլ Փաշինյանը, որ եկեղեցին գնա բանադրության ճանապարհով։ Էլ ինչպիսի հարված պիտի հասցնի հավատին ու առաքելական եկեղեցուն։ Գիտես, հարվածի իմաստով ձեզ թվում է, թե հարվածը մի մեծ հարված է։ Այդ հարվածով իրենց են հարվածում, ոչ թե եկեղեցին։ Հասկան, ոնց որ ինքը իր նստած ճյուղը կտրի, այս վիճակն է։ Այն ճյուղի վրա, որը նստած սղոցում է։ Իսկ ծառը ասում է, այ տղա, մի սղոցի, դու ես գնելու։ Ես իմ մնացած ճյուղերով կապրեմ։ Բայց դու խորդակվես։ Հիմա դուք ասում եք կտրելը արագացրու։ Չենք ուզում արագացնել։ Չենք ուզում կտրել։ Մեզ համար ամեն մի հայ անուն ազգանուն ունեցող մարդ արժեք է եղել։ Կարող է այստեղ ենք սխալվել։ Հասկանում եք։ Բայց արժեք է։
Ինձ համար որպես Միքայել arczepiskopos Աճաբայան այդ անձը ոչ մի արժեք չունի այլևս, բայց ես երբ որ իբրև հոգևորական մոդելում եմ ասում եմ, որ չէ, նույնիսկ ինքը պետք է որ արժեք լինի մեղ Աստծո, հասկանում ես։ Ուրեմն դուք մի դրտեք եկեղեցուն ինչ-որ այն գործողություններին, որը ինքը երբեք չի արել իր անառակ այլանդակ զավակների նկատմամբ։ Տեսեք, 1989-90 թվականներին, 90 թվականին, երբ որ կոմունիստական իշխանությունը դադարեց եւ եկավ արդեն նոր իշխանություն, ՀՀՇ-ի իշխանությունը 90 թվականին, անկախությունից դեռ առաջ, իշխանությունը փոխվեց, կոմունիստները գնացին եւ հաստատվեց ոչ կոմունիստական իշխանություն։ 37 թվականի հոգևորականների դահիճների դեռ մի մասը ողջ առողջ է։ Այն մարդիկ, որոնց ձեռքերը թաթախված էին հոգևորականների արյան, այն մարդիկ, որոնց ձեռքերը թաթախված էին եկեղեցիների քանդումով, եկեղեցիները գոմեր եւ պայեսներ վերածելով, այդ մարդիկ դեռ ողջ էին։ Բայց եկեղեցին 90 թվականին անմիջապես չելավ ոտքի եւ ասեց վրեժ, ներեց, իրեն գնդակահարած, իրեն ոչնչացրած, իրեն սպանած, դրանում է եկեղեցու հզորությունը, հասկանում եք, եկեղեցին ներեց, եւ դրանցից շատերը, որ սпасելի են, որ գային, վերադառնային, ծունկիկ գային եւ ներում հայցեին, նույնիսկ դա էլ չարեցին, եւ այո, Աստծո պատժով մահացան։ Եկեղեցին վրեժի կոչեր, ռևանշի կոչեր 90-91 թվականներին, դրանից հետո երբեք չարեց։ Ասում եմ, դահիճները ողջ էին դեռ։ Այն նորվա Փաշինյանները ողջ էին դեռ։ Բայց եկեղեցին վրեժի կոչեր չարեց։ Եվ եկեղեցին հիմա էլ բացարձակապես ժողովուրդը պառակտելու, մեկի մյուսի դեմ հանելու ոչ մի ծրագիր չունի։ Եկեղեցին ընդամենը ասում է, ջահելներ, փճացրել եք ամեն ինչ, խարաբ եք արել ամեն ինչ, Արցախը հանձնել եք, երկիրը հանձնել եք, ամեն ինչ, մուխը մարել եք հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության։ Թողեք գնացեք ուրիշները թող գան։ Եկեղեցին էս է ասում, եւ սա համարվում է քաղաքականության խառնվել։ Եկեղեցու ասածը սա է։ Եկեղեցի դուք կարծում եք, որ ասեք թե Փաշինյանը հիմա բանից գնա, իշխանությունից գնա եւ վերջով գնալու է։ Եկեղեցին ասելու է պատժի, գնդակահարեք, դադեք, չէ, ասելու են ներեք։ Ինքը իբրև ողորմելի անվզեց եկեղեցու դեմ եւ իբրև ողորմելի պարտվեց։ Էլ դրա պարտությունից հետո էլ վրեժ լուծելս ո՞րն է։ Անգածին չենք խփում մենք։ Հասկանում ես։ Ուրեմն եկեղեցուն մոտեցեք իբրև եկեղեցի։ Դուք սովորական ասենք թե բագային զրույցների մակարդակում եք տեսնում եկեղեցու հարաբերությունը պետության հետ, այդպես չի։ Այդ բոլորին մենք ծանոթ ենք, ես դա ձեզ ասեմ, ես ուրիշ անգամներ եմ ասել։ Մեր հոգևորականության ճնշող մեծամասնությունը, այնպես որ ասում են, կյանքի մարդիկ են, կյանք են անցել, փողոցնել են տեսել, փողոցնել են տեսել, եւ այդ բոլորով հանդերձ այս սքեմն են հագել։ Ընդամենը պետք է հարգեք դա, որ մարդը կարող է լինել ձեզ նման, փոխորդալ, գոռալ, բոռալ եւ այլն, կամ լինել քրեական հեղինակություն, բայց այդ բոլորը թողել է աղբ է համարել։ Եվ այս սքեմն է հագել ժողովրդին ծառայելու համար։ Եվ դուք փոխանակ աղոթեք իր համար, որ ինքը քիչ սայթակի, դուք ուրախանում եք իր սայթակումներով։ Դե ուրախացեք։ Ձեր ուրախությունը կարճ կտևի, շատ կարճ կտևի։ Ուրեմն դարեր են անցել եկել գնացել։ Դուք 100 տարի առաջ ասում եմ, 100 տարի առաջ գնացեք, բացեք, նայեք, տեսեք օրվա կաթողիկոսի հասցեին ինչեր են գրել բոլշևիկները։
այսօր այդ բոլշևիկներին հիշող կա, թե այդ գրածները հիշող կա, բայց Գևորգ Սուրենյանցը մնում է իբրև մեծագույն կաթողիկոսներից մեկը եւ իբրև Սարդարապետի հեղինակ։ Մուրադ Բեկյանին խեղդել են, խեղդամահ են արել։ Այսօր խեղդամահ անողների որևիցե անունը գիտեք, բայց Խորեն Մուրադ Բեկյանը մնում է իբրև նահատակ կաթողիկոս հեղինակություն։ Չորեքչյանը մենակ էր մնացել այս երկրում, բոլոր եպիսկոպոսներին կամ գնդակահարել էին, կամ աքսորել էին, կամ իրենք փախել էին։ Չորեքչյանը մենակ էր մնացել այս երկրում։ Եվ մենակ ինքը պահեց հայ եկեղեցին Հայաստան։ Եվ փոխանցեց ում ձեր շատ սիրելի, որին շատ սիրում եք, բոլորս էլ սիրում ենք, մեր դաստիարակ, մեր սերնդի դաստիարակ Վազգեն կաթողիկոսին։ Ուրեմն ես բոլոր տարաշրջաններում ուրիշի անուն գիտեք։ Հայկական իրականության մեջ ուրիշի անուն գիտեք։ Մի հատ Խանջյանի անուն գիտեք, որին էլ հայ, Բերյան սպանել է, դրա համար գիտեք։ Ուրիշ որևիցե անուն գիտեք։ Եթե հարցը ինձ աղոված, ես Ուրեմն գիտեմ։ 50 տարի, 100 տարի հետո Գարեգին երկրորդ Ներսիսյան կաթողիկոսը կմնա պատմության մեջ։ Փաշինյանի անունը ես ուղղակի արդյոք հիշող կլինի։ Շատ կասկածում եմ։ Շատ կասկածում եմ։ Սրբազան, հայ ժողովրդի պատմական հիշողությունը անսահման է։ Հայ ժողովրդի պատմական հիշողությունը շատ սահմանափակ է։ Իբրև ժողովուրդ, հասկանում եք, ժողովուրդը շատ կարճ հիշողություն ունի։ Կարծում եք։ Բայց ընդհանուր իբրև հիշողություն, հասկանում եք, մեր ժողովրդի հիշողությունը կաթողիկոսների պատմությունն է։ Դուք Խրիմյան հայրիկի օրը, Խրիմյան հայրիկ բոլորը լսել են, Խրիմյան հայրիկի օրը ով էր Երևանի նահանգապետը կամ այստեղ ինչ-որ հարց լուծող պետական գործիչը, գիտեք, անունը գիտեք, հիշում եք, տեղյակ եք։ Հարցը ինձ Խրիմյան հայրիկը աղոված։ 1892-ից մինչև 1907 եղել է կաթողիկոս։ Եթե հարցը ինձ աղոված, ես տեղյակ եմ։ Այդ տարիներին ով է եղել Երևանի նահանգապետը, տեղյակ եք, այն ժամանակ նահանգ էր, չէ՞։ Երևանի նահանգապետը ով է եղել, հիշում եք։ Ռուսաց կայսրության չինովնիկ։ Չինովնիկ, անուն ազգանունը հիշում եք։ Ռուս էր, հիմա չգիտեմ այդ ժամանակով էր։ Թե ով ասեց ռուս էր, պարտադիր չէ որ ռուսերն էր, կարող է լիներ պապուաս կամ չերկես։ Բայց հիշում եք։ Իրեն չեմ հիշում, բայց հայության մեջ այդ ժամանակ ով էր դեմք, հիշում եք։ Այո, հիշում եմ։ Ով էր։ 1892-ից մինչև 1907 թվականը հայ ժողովրդի պատմության մեջ շատ են, սկսած Ավետիս Նազարբեկյանից, վերջացրած Ռուբեն Խանազատով, Ստեփան Սապագյուլյանով, դաշնակցության հիմնադիրներով։ Ես էլ կարող եմ այդ անունները տալ, բայց այդ ինձնից ու քեզնից դուրս այդ քանի հոգի գիտի այդ անունները։ Բայց Խրիմյան հայրիկ, կա մեկը որ չիմանա։ Որևիցե մի գյուղ խուլ գյուղ գնա, որևիցե մեկին հարցրա Խրիմյան հայրիկի անուն լսել ես, կասի։ Չես սխալվում եմ։ Չեք սխալվում, դա պետության բանի մասին է խոսում, Սրբազան։ Պետության բացակայության ժամանակ հայ առաքելական եկեղեցու։ Լավ ջան, հիմա բացակայության ժամանակ նույնիսկ 18-20 թվականների բոլոր վարչապետների անունները որի հիշող կա, որից է մեկի վարչապետի անունը հիշող չի։ Հիմա դու կասես բոլորին կթվես, բայց ժողովրդական massայի մեջ 20-ական, 30-ական, 40-ական թվականների դու սովետական բաներից քանի հոգի եք հիշում, այսօրվա ասենք Աղասի Խանջյան, շատ Զարոբյան, Դեմիրջան, 70 տարի սովետական իշխանություն է եղել, քանի բանի սովետական ղեկավարի անուն գիտես։ Հիմա էլի կասի, ես կթվի, ժողովուրդը քանի ղեկավարի անուն գիտի։ Ժողովուրդը չգիտեմ։ Ուրեմն վերադառնալով հիմա 50-100 տարի հետո Գարեգին երկրորդ Ներսիսյանը հիշվելու է իբրև Էջմիածնի, ինչ ասեմ, անհամեմատելի շինարարություն իրականացնող հայրապետ։ Այսպես է հիշվելու։ Ինչպես է հիշվելու ձեր վարչապետը։ Իբրև Արցախ հանձնող, եթե հիշվի, իբրև Արցախ հանձնող, ոչ թե Հայաստանի ինքնիշխան է, քան երբևէ։ Դու քո տեսքը տես մի հատ Էրդողանի ու Ալիևի կողքին ինքնիշխան ես, քան երբևէ։
Ավելի ինքնիշխան, քան երբևէ ղեկավարի պահվածք էր այդ պահվածքը Էրդողանի ու Ալիևի ներկայության։ Ինքնիշխան են, քան երբևէ։ Ու ասելով չի, էփացավի ծիծաղը կգա, սեղանի շուռ կգա էփացավը։ Ուրեմն ով ինչպես է հիշվելու, հասկանում եք։ Անենց որ ժամանակն է սթափվելու։ Սիրելիներ, ամեն տեսակ պատերազմ կարող եք հաղթել, բայց եկեղեցու դեմ պատերազմը չեք հաղթի։ Չեք կարող հաղթել։ Իսկ ձեր նետած ձեռնոցը եկեղեցի չի վերցնի։ Հասկանում ես, ոնց որ հիմա ինձ գա մեկը 7 տարեկան երեխա ինձ մայր հայոյի։ Ասենք սովորեցրել է իր հայրը, ասել է գնա սրբազանին մայր հայոյի։ Ես էլ 7 տարեկան երեխային ինչ կտանեմ, բռնեմ ագաշները ոլորեմ։ Թե դասեմ հələ հորը կանչեք։ Հիմա սրանց պահվածքը դրան է նման։ Իրենց լարել են, առանց իմանալու որ իրենք լար, իրանց սեփական մոր, սեփական հոր դեմ լարել են, ելել են հոխորդում են։ Լավ խոս սեփական հայրն ու մայրն էլ չպետք է ելնեն իրեն ոտքի տակ տան, երբ որ գիտեն թե լարողն ով է։ Ցավոք։ Երեքեր օրորներ նստած էին ինչ-որ երկու սուբյեկտ, մեկը իգական սերի, մեկը արական սերի, որոշում էին թե որ ավդալ ուժին է պատկանում հայ եկեղեցին։ Այս աստիճան ողորմելի եք։ Այս այև այնց խելացի արտահայտությամբ, դեմքի խելացի արտահայտությամբ, այսինքն բացահայտել են իրենք։ Իրենք բացահայտել են, բայց ոչ մի փաս չունեն։ Ինչ իմաստ եք խոսում։ Կրեմլի ագենտ։ Ես այո Կրեմլի ագենտ եմ թերևս, որովհետև սովետական ժամանակ ծնվել եմ, սովետական քաղաքացի եմ եղել, սովետական բանակում ծառայել եմ, սովետական անձնագիր եմ ունեցել։ Եթե դա համարվում է Կրեմլի ագենտ լինել, ուրեմն եղել եմ ագենտ Կրեմլի։ Իրենք բարեբախտություն են ունեցել, անկախ Հայաստանում են ծնվել, հասկանում ես, դա ներկայացնում են իբրև իրենց ձեռքբերում։ Դա մեր ձեռքբերումն է, որ դուք անկախ Հայաստանում եք ծնվել։ Հայ եկեղեցին երբեք դրսից չի ղեկավարվել։ Եվ չի ղեկավարվում։ Դուք դրսից ղեկավարվելով նստել եք, քննարկում եք, թե ինչպես հայ եկեղեցին Կրեմլի պահանջներն է կատարում։ Ուրեմն քանի որ Մոսկվան ու Ադրբեջանը մեկ ուղղությամբ են աշխատում, ուրեմն նույն ուղղությամբ աշխատում է հայ եկեղեցին։ Այս աստիճան տխմար, պչնած կին է ասողը կարելի է կնոջից ցանկացած հիմարություն ասել, արտարացված է։ Բան մի տղան էլ կանգնել է գլխի շարժումով հաստատում է էլի բան sense, իրենք բոլոր բաները գաղտնի դավադրություններից տեղյակ են։ Խելքի աշեցեք, ասում եք, չէ՞։ Այդ տղա քիչ խելքների դուր դրեք, լուսամուտ բացեք, օդ բացեք, թող մի քիչ օդ խաղա, օդա փոխվի ձեր թմրած ուղեղը, լուսավորվեք մի քիչ։ Չափ կա սահման կա օդ կրակելով, դադար խոսքերով։ Սրբազան մեր եթերային ժամանակը մոտեցավ իր ավարտին։ Ինչ լավ, երջանիկ եմ, ուրախ եմ։ Շնորհակալ եմ շատ ժամանակ գտնելու համար։ Ես որքան որ հասկացա, եկեղեցին որոշել է այլևս չպատասխանել, եթե կարճ։ Իրենց օրակարգով չպատասխանելի չի, իրենց օրակարգով մենք չենք առաջնորդվելու։ Այս պատասխաններն էլ որ ես տալիս եմ, դուք կարծեք թե ես իրենց օրակարգով եմ։ Ուղղակի դուք իբրև լրագրող զանգում եք, կարծես դուք էլ ուրիշ հերոս չգիտեք, զանգում եք, ես էլ ստիպված ասում եմ բաներ, եւ ոմանք էլ դա մեկնաբանում են այն բանը, որ եկեղեցին անհանգստացած է։ Բացարձակապես էլ անհանգստացած չի։ Ես ասի, դարձյալ ավարտեմ այդ նույն խոսքով։ Եթե դուք ամեն ինչի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Full stop։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու ու հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր տեսակապով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։